Բարև ձեզ հարազատներս, այսօր մի քանի թեմաներ էլի կխառնեմ իրար, կպատմեմ իմ լացելու մասին, կպատմեմ, որ մարդիկ չեն կարողանում իրար հետ շփվեն, զրուցեն, խնդիրներ ունենք այդպիսի, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ուրեմն ուզում եմ պատմեմ, որ շատ քիչ եմ լացում կյանքիս մեջ, երևի, չգիտեմ, ու շատ անսպասելի դեպքերում եմ լացում։ Օրինակ, որ տեսնամ օլիմպիական չեմպիոնը հաղթել է, այդպես բաներից կարող եմ լացել, հուզմունքից իր փոխարեն։ Հիմա ամենավերջի անգամ, որ լացել եմ, դասարանցիների հավաքին եմ լացել, ուզում եմ դրա մասին պատմեմ, ուրեմն դասղեկս արտասահմանում է ապրում, ամուսնու հետ եկել էր Հայաստան, դասարանցիներով հավաքվեցինք, ու ես որոշեցի, որ մեր դասղեկի ամուսնու կենացը խմեմ, ու այդ կենացի վրա լացեցի։ Հիմա չգիտեմ, մարդը ինչ է մտածում, հետո դրանից հետո արդեն դասղեկիս կենացները ուզում էի արդեն դասղեկիս համար լացում, չստացվեց, բայց ուրեմն ինչ է, պատմեմ ով է, իմ դասղեկը Օլգա Գրիգորյանն, արդեն ասել եմ Սևանի համար 3 միջնակարգ դպրոցն եմ ավարտել, հիմա Վլադիմիր Կարապետյանի անվան, հերոս Առաջի Արցախյան պատերազմի հերոսի անվամբ է, ու մեր դասղեկը Լյուբաշին Օլգա Գրիգորիևնան էր, ամուսինն էլ Ալիկ է, անունը Ջաջալիկ էինք ասում, մեզ հետ բոլոր այդ դպրոցից դուրս միջոցառումներին եկել է, որ գնում էի տանում էին մեզ աղթամարի անտառ, խոսքով շատ լավ ժամանակ էինք անցկացնում, ու շատ տպավորվել է ձայց Ալիկը իմ կյանքի մեջ, երևի եզակի մարդկանցից է, կարելի ասել առաջին մարդն է, որ ինձ մարդատեղ է դրել իմ կյանքի մեջ։ Հիմա փորձելու եմ դա բացատրեմ, չգիտեմ, կպատկերացնեք, որ շատ լավ պայմաններում եմ մեծացել, շատ լավ ծնողներ, այլ իմ ուսման վրա էլ չգիտեմ, այն գումարները, որ ծախսել են երևի մի քանի երկրում տուն կարային առնեին, ինչ գիտեմ, երևի փոքր ժամանակ հայրս է սովորացրել էլ, իչմ եմ կուկուշկայով ժամացույցուն էինք մեզ սովորացնում էր ինձ ու եղբորս ժամացույցը, դե նարդի, շախմատ, այդ ամեն ինչը շաշկի հայրս է սովորացրել, դե քանի հեծանիվ ենք ունեցել բոլոր հեծանիվների վրա սովորացրել է 3 ակնանի, 2 ակնանի ոնց քշենք, բլոտ խաղալ չգիտեր, ես էլ տենց մնացի առանց բլոտի, հետո ինձ հա փորձեցին սովորացնել, հորս նման ուսուցիչ չեղավ էլ կյանքիս մեջ, որ ինձ սովորացնի, ես բան հասկանամ, Էջ չգիտեր բլոտ խաղալ, դրա համար չգիտեմ, մենք է չգիտեմ, ես է չգիտեմ, չգիտեմ, երևի եղբայրս սովորել է, բայց հասկանում եք, սա ուրիշ է, հարևաններ ունենալ, բարեկամներ ունենալ ուրիշ է, բայց հետո գալիս է մի էտապ եկավ, մի էտապ, որ ես Ջաջալիկը տանում են, մեզ հետ խաղում էր հավասարին, ֆուտբոլ էինք խաղում, չգիտեմ, տարբեր խաղեր էինք խաղում, ինքը ինձ այդ խաղի ժամանակ մարդատեղ էր դնում, առանձին ես ինձ ոնց որ 3 մետրանոց էի զգում, չգիտեմ ինքը ինչ էր անում, ինչ էր ասում, մեզ ուղղակի մարդատեղ էր դնում, առանձին զուգահեռ մեր հարևանուհին Սևանցիները կճանաչեն Վադալաս Գոլայի աղջիկը Նելին ինձ մի ուրիշ ձև ժպտում էր։ Ես դե Բաքում դե վազվզում էի անընդհատ, ինչ փրկիչ եմ ժամանակվանից է փրկիչ, ու որ Նելին տեսնում եմ միտեղից գիտեմ որ պետք է կանգնեմ, որովհետև հեսա Նելին ինձ բարևելու է։ Նելին ինձ մի ժպիտով էր բարևում, որ նորից էլի դառնում է ես 3 մետրանոց։ Մի ուրիշ ձևափոխություն էր տեղի ունենում, ու այդ երկու մարդու շնորհիվ, որ ինձ բոլոր երեխաները սիրում են։ Հիմա որ ասեն երեխաները սիրում են, այս մեկը ասելու, դե դու բարի ես, դե դու չգիտեմ շատ լավ մայր կլիներ, դե դու Աստծո մարդն ես, երեխեք շատ սխալ բաներ է, մարդատեղ եմ դնում երեխաներին, հավասարին զրուցում եմ, այդ մարդկանց կարծիքը հարցնում եմ, դրա համար սիրում են, որնես չի որ մեկս Աստծո մարդն ենք, մյուսս ձեզ սատանան է ստեղծել, բոլորիս Աստված է ստեղծել, ու մեր ընտրությունների շնորհիվ մենք դառնում ենք Աստծո մարդը կամ սատանայի մարդը, դու ես ընտրում ինչ դառնաս, առավոտյանի ինչ որոշեցիր, ես սուտ խոսացիր, որոշում ես սատանայի մարդը լիներ, վախկոտություն արեցիր սատանայի ջրաղացին ջուր լցել, մի խոսքով այս ընտրությունները ու գագաթնակետը այդ բանի արդեն իմ 24 տարեկանում ծանոթանում եմ արդեն Լուսինեի հետ, առաջի մասիվում եմ մնում, ինքը երկրորդ մասիվում, շատ հաճախ գնում է Իրաստանը մնում է, եթե ասել, շատ լավ ընտանիք ունի։
ու գագաթնակետը իր հայրն էր, արդեն որ այդ եմ հիշում, որ մի անգամ ասեցի այսպես մարդ լինի, ես հաստատ կամուսնանամ։ Ամեն ինչում եթե իմ շրջապատում էր, ես գիտեի, որ իմ կարծիքը կարևոր է։ Սա մի ուրիշ բան է, սա մի ուրիշ, ոչ մի բան չէր անում այդ մարդ, ուղղակի հարցնում էր Լիլի, դու ինչ ես մտածում, ինչ անենք։ Ու էլի 3 մետրանոց ես դառնում այդ ընթացքում։ Իմ ասելիքս այն է, որ մենք բոլորիս պետքա որ մեզ մարդատեղ դնեն։ Մեր այդ ենք ուզում բոլորս։ Զրուցելու ժամանակ գնում են մարդիկ մեծ ազգ 70-80 տարեկան մարդիկ չգիտեն զրուցելու ձևը։ Ոչ մի բան չգիտեն, գնում են իրանց որ գովեն, հա սաղս հասկացանք որ սաղս ենք դա ուզում, որ մեզ գովան, մեզ նկատեն, մեզ չգիտեմ, ինչ որ մի բան մարդատեղ դնեն, տենց եմ ասում հիմա։ Բայց մենք պետք է զրուցակից դառնանք նորմալ, մարդուն լսենք դիմացինի կարծիքը հարցնենք, մարդատեղ դնենք իրար, ժողովուրդ ջան, էսա, ոչ թե գնաս ու նստես որ քեզ գովեն, տենց զրուցել չէ, ոչ մեկ չի ուզելու ձեր այդ զրուցի։ Մի խոսքով զրուցելու ժամանակ էլ քիչ խոսենք, լսենք մարդուն, երեխեքի դաստիարակությունն էլ այդ եմ հասկանում, որ պետք է երեխային մարդատեղ դնես, կարծիքը հաշվի առնես, լսես, ոչ թե գովաս, ինչ որ սա սխալ ուսմունքներ կան ահագին, որ պետք է գովաս, հենց հանես, մենք քիչ են գովացել, չէ, մեկին շատ են գովացել, մարդատեղ դրեք այդ մարդկանց։ Այսքան բան այսօր մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ։